Դուք ստանում եք այն, ինչի համար շնորհակալ եք։ Նույն կերպ կարելի է ասել, որ այն, ինչի համար դուք շնորհակալ չեք լինում, հենց դա էլ բացակայում է ձեր կյանքում։ Ողջույն ընկերներ, բարի գալուստ իմ YouTube-յան ալիք։ Կյանքում խնդիրների, դժվարությունների մեջ հայտնվում են բոլորը, բայց ոչ բոլորն են կարողանում դուրս գալ այդ խնդիրներից։ Լինում են դեպքեր, երբ նույն խնդիրը ձեր կյանքում կրկնվում է տարիներ շարունակ։ Կամ գուցե դուք դեռ չեք հասցրել գլուխ անել մի խնդրից, եւ ահա հայտնվեց մեկ ուրիշը։ Հնարավոր է դուք ունեք խնդիրներ ձեր կյանքի որևէ կոնկրետ բնագավառում, կամ գուցե բոլոր բնագավառներում։ Դուք կորցրել եք ձեր աշխատանքը, ձեր առողջական վիճակը գնալով վատթարանում է, մարդկանց հետ ձեր փոխհարաբերությունները քաոսային են։ Դուք գուցե ծրագրել էիք ձեզ համար մեկ այլ կյանք, բայց հիմա տեսնում եք, որ հայտնվել եք մի փակ ուղու առաջ, որից այլևս չգիտեք ինչպես դուրս գալ։ Դուք պատճառը փնտրում եք գուցե ամենտեղ, բայց ոչ ձեր ներսում։ Բայց իրական պատճառը կարող է լինել այն, որ ձեր կյանքում բացակայում է շնորհակալությունը։ Դուք դադարել եք շնորհակալ լինել, իսկ դրան փոխարինելու է եկել բողոքը։ Եվ եթե դուք ստանում եք կյանքում այն, ինչի համար շնորհակալ եք լինում, ապա նույն կերպ դուք անընդհատ ստանում եք այն, ինչից բողոքում եք եւ դժգոհ եք ձեր կյանքում։ Հիշում եք, երբ դուք փոքր երեխա էիք, ձեր ծնողները սովորեցնում էին ձեզ, որ երբ ձեզ ինչ-որ բան են տալիս, կապ չունի դա փոքր բան է թե մեծ, դուք պետք է ասեիք այդ զարմանահրաշ բառը՝ շնորհակալություն։ Վստահ եմ, որ հենց այդպես էլ դուք ձեր երեխաներին եք սովորեցնում։ Բայց զարմանալին այն է, որ մեծանալով մենք կարծես թե կորցնում ենք շնորհակալ լինելու մեր հատկանիշը։ Դառնում ենք ավելի դժգոհ, դադարում ենք ուրախանալ փոքր բաներով, դադարում ենք նույնիսկ նկատել դրանք։ Հասակ առնելով կյանքը մեզ համար դառնում է այնքան սովորական, որ մենք կարծես սկսում ենք ոչ թե ապրել, այլ պարզապես ժամանակ ենք վատնում, որը ի դեպ միակ ռեսուրսն է մեր կյանքի, որն այլևս երբեք չի վերականգնվի։ Երևույթները, որոնք ձեր կյանքում դարձել են սովորական եւ որոնց համար դուք երբեք շնորհակալ չեք լինում, դրանք երբեմն ամենակարևոր պատճառներն են իրականում շնորհակալ լինելու համար։ Այսօր, երբ դուք արթնացաք, արդյոք Աստծուն շնորհակալություն հայտնեցիք հենց դրա համար, որ դուք այսօր էլ արթնացաք։ Կարծում եք դա այնքան էլ էական չէ։ Եթե ես ձեզ առաջարկեմ հենց հիմա $100 միլիոն, հենց այնպես, ձեզանից քանիսը կվերցնեն դա։ Կարծում եմ բոլորը։ Բայց ես ձեր առաջ դնում եմ մի պայման։ Ես ձեզ տալիս եմ $100 միլիոն այսօր, բայց վաղը դուք այլևս չեք արթնանալու։ Քանիսը ձեզանից կհամաձայնվեին վերցնել։ Կարծում եմ ոչ մեկ։ Նշանակում է, որ այն, որ դուք այսօր արթնացել եք, ձեզ համար ավելի թանկ է, քան $100 միլիոն, եւ վաղը նորից արթնանալը ձեզ համար ավելի թանկ արժե, քան $100 միլիոն։ Բայց չէ՞ որ դուք այսօր արթնացել եք։ Խնդիրը կայանում է նրանում, որ մենք այնքան ենք տարված իրերով, որ դադարում ենք մեր շուրջը նկատել կյանքը։ Մենք սովորեցնում ենք մեր երեխաներին լինել շնորհակալ, բայց ինքներս մոռանում ենք դրա մասին եւ կարծում ենք, որ հասակ առնելով մենք իրավունք ենք ստանում ավելի շատ բողոքելու։ Բայց վստահաբար կարող եմ ասել, որ շնորհակալությունը հենց այն գաղտնիքն է, որը կարող է ձեզ դուրս բերել ձեր այսօրվա խնդիրներից։ Երբ մենք շնորհակալություն ենք հայտնում կամ զգում շնորհակալություն, մեր ուղեղում ակտիվանում են մի շարք կարևոր նեյրոկենսաբանական մեխանիզմներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում ինչպես մեր հոգեկան, այնպես էլ ֆիզիկական վիճակի վրա։ Շնորհակալությունը բարձրացնում է դոֆամինի եւ սերոտոնինի, այսինքն երջանկության, նյարդահաղորդիչների մակարդակը, որոնք էլ կապված են հաճույքի, բավարարվածության եւ բարեկեցության զգացումների հետ։ Շնորհակալությունը նպաստում է վախի կամ ստրեսի նվազեցմանը։ Այն խթանում է ուղեղի այն շրջանների ակտիվությունը, որոնք պատասխանատու են սոցիալական փոխհարաբերությունների, կարեկցանքի եւ վստահության համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շնորհակալության արտահայտումը կարող է բարելավել քնի որակը, նվազեցնել դեպրեսիայի եւ տագնապի ախտանշանները։ Շնորհակալությունը կարող է կարգավորել կորտիզոլի, այսինքն ստրեսի հորմոնի արտադրությունը, ինչը նվազեցնում է տագնապն ու ստրեսը։ Երբ մենք կենտրոնանում ենք դրական պահերի վրա, հիշելով ինչի համար ենք շնորհակալ,
ակտիվանում է հիպոկամպուսը, որն առնչվում է մեր հիշողության հետ։ Շնորհակալության պրակտիկան կարող է բարելավել սրտի առողջությունը, իջեցնելով արյան ճնշումը և նվազեցնելով սրտի հիվանդությունների ռիսկը։ Այն կարող է բարելավել քնի որակը, նվազեցնելով անքնության ախտանիշները և նպաստելով ավելի հանգիստ քնի։ Շնորհակալության զգացումը կարող է խթանել իմունային համակարգի աշխատանքը, բարձրացնելով օրգանիզմի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ։ Շնորհակալությունը, որը պատմականորեն դիտվել է որպես կրոնական կամ փիլիսոփայական հասկացություն, վերջին տասնամյակում վերածվել է արդեն հոգեբանական հետազոտության կարևոր թեմայի։ Այն այժմ դասվում է որպես հոգեբանական բարեկեցության հիմնարար տարր։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ շնորհակալ մարդիկ հակված են ապրել ավելի երջանիկ, լավատես և առողջ կյանքով։ Նրանք ունեն ավելի բարձր մակարդակի սոցիալական կապեր, մեծ էներգիա և ավելի քիչ են ենթարկվում դեպրեսիայի, տագնապի և մենակության զգացումների։ Նույնիսկ կարճատև շնորհակալության փորձառությունները կարող են դրական ազդեցություն թողնել մարդու տրամադրության վրա, իսկ դրա շարունակական պրակտիկան կարող է խորապես բարելավել կյանքի որակը։ Շնորհակալությունը կարող է դիտվել որպես դրական էմոցիոնալ արձագանք այն իրավիճակներին, երբ մարդը գիտակցում է, որ ստացել է ինչ-որ բան առանց դրա ակնկալիքի։ Դա վերաբերում է թե նյութական, թե ոչ նյութական պարգևներին, որոնք ընկալվում են որպես արժեքավոր։ Շնորհակալությունը տարբերվում է պարտավորվածությունից, փոխհատուցումից կամ բարոյական ճնշումից։ Այն անկեղծ արձագանք է այն բանի համար, ինչը ընկալվում է որպես չվաստակած, սակայն արժեքավոր։ Այս հույզը նաև խթանում է համեստություն, փոխկապակցվածություն և սրտաբացություն։ Այն հանդիսանում է մի զգացմունք, որը նպաստում է ինչպես անհատի անձնական զարգացմանը, այնպես էլ միջանձնային առողջ փոխհարաբերություններին։ Շնորհակալությունը կապված է կյանքի բարձր բավարարվածության, դրական էմոցիաների ավելացման հետ։ Սրանք ի դեպ ձեր անձնական բարեկեցության հիմնական բաղադրիչներն են։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ շնորհակալության բարձր մակարդակ ունեցող մարդիկ ավելի հաճախ են զգում ուրախություն, ոգեշնչում, հույս և հիացում։ Ավելի քիչ են ունենում նեգատիվ հույզեր, ինչպես դեպրեսիա, տագնապ, նախանձ։ Ավելի հաճախ են գնահատում իրենց կյանքը որպես իմաստալից և նպատակային։ Կա մի հետաքրքիր ուսումնասիրություն, որի ընթացքում մասնակիցներին բաժանում են 3 խմբի և տալիս են հանձնարարություն կատարել գրառումներ իրենց օրագրերում։ Առաջին խումբն ամեն շաբաթ գրառում էր անում այն բաների մասին, որոնց համար իրենք շնորհակալ են։ Երկրորդ խումբը գրառում էր խնդիրների և նյարդայնացնող բաների մասին։ Երրորդ խումբը կատարում էր պարզապես չեզոք գրառումներ։ Արդյունքները ցույց տվեցին, որ շնորհակալական գրառումներ անողները զգալիորեն ավելի բարձր տրամադրվածություն, օպտիմիզմ և կյանքի բավարարվածություն ունեին։ Նման արդյունքներ արձանագրվել են նաև երկարաժամկետ ուսումնասիրություններում։ Շնորհակալ մարդկանց մոտ նկատվում է ավելի լավ ֆիզիկական առողջություն, ավելի շատ ֆիզիկական ակտիվություն և նույնիսկ ավելի քիչ այցելություններ բժշկի։ Այս ամենը փաստում է, որ շնորհակալությունը ոչ միայն դրական հույզ է, այլև կայուն հոգեբանական ռեսուրս, որը նպաստում է ընդհանուր առողջ և բավարարված կյանքին։ Շնորհակալությունն ունի ոչ միայն հոգեբանական կամ ֆիզիկական նշանակություն մեր կյանքում, այլ նաև ունի իր հոգևոր կողմը, որը նույնպես շատ կարևոր է։ Հոգևոր տեսանկյունից շնորհակալությունը չի դիտվում որպես քաղաքավարության կամ հուզական արձագանք, այլ հանդիսանում է խորապես հոգևոր գործողություն, որը կապված է Աստծո և մարդու փոխհարաբերությունների և կյանքի հանդեպ մարդու վերաբերմունքի հետ։ Հոգևոր առումով շնորհակալությունը ընկալվում է որպես Աստծո կամքի ընդունման ձև։ Աստծուն շնորհակալ լինելը նշանակում է վստահել, որ ամեն ինչ կյանքում իմաստ ունի։ Շնորհակալ մարդը գիտակցում է, որ կյանքում ամեն ինչ չէ իր ուժի արդյունքը։ Այս գիտակցումը խոնարհեցնում է մեր էգոն և բացում է մեր սիրտը Աստծո, ուրիշ մարդկանց և կյանքի առջև։ Դա թույլ է տալիս մարդուն ապրել ոչ թե պակասի, այլ առատության գիտակցությամբ։
Հոգևոր տեսանկյունից շնորհակալությունը առանցքային ճանապարհ է դեպի ընդունում, վստահություն եւ սեր։ Փիլիսոփայորեն ասած, դա ներքին լռությամբ եւ բաց սրտով ապրելու արվեստ է։ Երբ մարդը սկսում է ապրել շնորհակալությամբ, նա աստիճանաբար դուրս է գալիս պայքարի ռեժիմից ու սկսում է ապրել վստահությամբ, նույնիսկ կյանքի դժվարությունների մեջ։ Մարդը, ով շնորհակալ է, ազատվում է տրտունջից, պահանջատիրությունից, դժգոհությունից։ Նա սկսում է նայել կյանքին ոչ թե որպես պակասության մի պատմություն, այլ որպես առատության նվեր Աստծո կողմից։ Ինչպես կարելի է զարգացնել շնորհակալության պրակտիկան ձեր կյանքում։ Իմ նախորդ վիդեոներից մեկում ես խոսել եմ շնորհակալական օրագրի մասին, որտեղ դուք ամեն օր անում եք գրառումներ այն ամենի մասին, ինչի համար որ շնորհակալ եք։ Վերցրեք ցանկացած նոթատետր եւ սկսեք յուրաքանչյուր օր գրառումներ կատարել այն բոլոր բաների մասին, որոնց համար շնորհակալ եք։ Սա կարծես թե ստեղծում է մի հոգևոր վարժություն, որն օգնում է ձեզ նկատել նույնիսկ ամենափոքր առաջին հայացքից կարևորություն չունեցող բաները։ Այսպիսի օրագրիր վարելը մարդու համար դառնում է միջոց լրացնելու իր էգոն եւ ավելի շատ գնահատելու հենց ներկա պահը։ Կարող եք գրել այն բաները, որոնք նկատել եք, ինչպես են մարդիկ կամ իրավիճակները ձեզ օգնում, գուցե դուք պետք է շնորհակալ լինեք, որ այսօր արթնացել եք առանց գլխացավի, կամ ձեր երեխան այսօր իրեն ավելի խելոք է պահում, կամ ձեր ֆիզիկական ինքնազգացողությունն ավելի լավ է այսօր։ Շնորհակալ եղեք այն աշխատանքի համար, որ ունեք, թեև գուցե դա այսօր շատ եկամուտ չի բերում ձեզ։ Շնորհակալ եղեք այն մարդկանց համար, ովքեր ձեր կողքն են։ Եթե դուք նկատեցիք արևոտ եղանակը եւ այն ձեզ գոնե մի քանի վայրկյան հաճույք պատճառեց, ապա շնորհակալ եղեք դրա համար նույնպես։ Գուցե դուք հիմա պատճառ չեք գտնում ձեր կյանքում շնորհակալ լինելու, բայց հավատացեք, այդ պատճառները կան եւ դրանք շատ են։ Հիշեք, որ մինչ դուք պայքարում եք, որ մի քիչ ավելի լավ ապրեք, աշխարհում կան միլիոնավոր մարդիկ, ովքեր պայքարում են, որ մի քիչ էլ ապրեն։ Այս սովորությունը կհեղաշրջի ձեր կյանքը, այն կփոխի ձեր համոզմունքները կյանքի նկատմամբ, որոնք անընդհատ պնդում են ձեզ, որ կյանքը անիմաստ է, դաժան է եւ իր հետ բերում է միայն վատ փորձառություններ։ Դուք կհարստացնեք ձեր կյանքը գույներով եւ դուրս կգաք այն բոլոր խնդիրներից, որոնք ձեզ այսօր անցանկալի զգացողություններ են պատճառում։ Ձեր ազատության բանալին ձեր ձեռքում է եւ այն կոչվում է շնորհակալություն։ Շնորհակալություն, որ դիտեցիք այս հոլովակը։ Կիսվեք դրանով ձեր ընկերների հետ, հավանեք այս հոլովակը, քանի որ դա նպաստում է, որ այն ավելի տարածվի եւ հասանելի լինի ավելի շատ մարդկանց։ Եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվել ալիքին, ապա կարող եք բաժանորդագրվել հիմա եւ սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր հոլովակների մասին։ Առայժմ